Երեք տեղեկացանք, որ ՔՊ վարչությունը մերժել է նաև ՔՊ-ի հնաբնակներից Հայկ Ցիրունյանի, ինչպես նաև նորահայտ ՔՊ-ական Ջուլիետա Ազարյանի Ջուլիի թեկնածությունը։ Եթե Հայկ Ցիրունյանի դեպքում ՔՊ-ում անակնկալի չեն եկել, համարում են, որ նա ասես այլմոլորակային լինի, իրերն ու երևույթները միշտ սեփական խոափիլիսոփայությամբ է վերլուծում, հիշեցնենք նա գործընթաց է երկրում եղբայր թևավոր դարձած մտքի հեղինակն է, ապա շատերն անակնկալի են եկել Ջուլիի պարագայում, որը մինչև վերջին բջիջը ծառայում էր իշխանություններին եւ սրբազանների դեմ ամենակեղտոտ գրառումների ու հայտարարությունների հեղինակն էր, սակայն փաստորեն այդ անznորացությունը չի գնահատվել։ Հնարավոր է, որ նա ինքն իր գործը փչացրեց, երբ մի բանավոր ելույթի ժամանակ անզգուշություն ունեցավ Սերժ Սարգսյանի մասին խոսելիս հարգալից նախագահ բառն օգտագործել, այն դեպքում, երբ փորձառու ու սապարկերը նրա մասին խոսելիս ասում են մերժվածը։ Ստացվում է, որ մինչ այս պահը ՔՊ խմբակցությունից 4 падգամավոր է մերժվել՝ Ջուլին, Շիշբռնողը, Ցիրունյանը եւ Կարեն Սարուխանյանը։ Իհարկե սա չի նշանակում, թե ՔՊ-ն նրանց անգործ ու անտեր կթողնի, նրանց գործադիրում մի բան կտան, որ ընդդիմության շարքերը չհամալրեն։ Հակակոռուպցիոն կոմիտեն մի տողանոց հաղորդագրություն է տարածել։ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը մասնակցում է դեկտեմբերի 15-ից 19 Դոհայում ընթացող ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայի մասնակից պետությունների 11-րդ համաժողովին։ Կից լուսանկարից երևում է, որ պատվիրակության կազմում են նաև ԲԴԽ նախագահը, Արդարադատության նախարարը։ Իդեպ այս անձինք հաճախ են համատեղ գործողումների մեկնում, հավանաբար արդեն պետության հաշվին ոյաժների մեկնող տուրիստական խումբ է ձևավորվել, միմյանց միջև կոնտակտ է ստեղծվել։ Բայց մենք տեղեկացանք, որ չնայած համաժողովի թեման եղել է հակակոռուպցիոն պայքարը, սակայն հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ելույթ չի ունեցել, նա միայն ծափ տվողի դերում է եղել։ Ելույթ ունեցել է պատվիրակության ղեկավար Սրփուի Գալյանը։ Թե ինչ են նստում այս ոյաժները մեր պետության վրա, արդեն ոչ մեկին չի հետաքրքրում։ Մենք նկատեցինք նաև, որ պատվիրակության մյուս անդամներն իրենց պաշտոնական էջերում որևէ տեղեկատվություն այս մասին դեռ չեն հաղորդել։ Երեք գրել էինք, որ ՔՊ վարչությունը մերժել է падգամավորներ Հայկ Սարգսյանի, Շիշբռնողի եւ Կարեն Սարուխանյանի հայտերը, որոնք падգամավորության տեխնացություն էին առաջադրել 2026-ի ընտրությունների ցուցակում տեղ զբաղեցնելու համար։ Արդեն քանի օր է ինչ վարչությունը Փաշինյանի գլխավորությամբ քննում է տեխնացուներին ապա քվեարկում կամ գրանցում կամ մերժում։ Այս զտումից հետո նոր ցուցակի հաղթականությունը կորոշի ՔՊ համագումարը։ Գրել էինք, որ Հայկ Սարգսյանին մերժելու հարցում վճռորոշ են եղել քրեական հեղինակությունների հետ նրա կապերը, աղմկոտ պատմություններին առնչությունը։ Երեք մեզ պատմեցին, որ մեծ դեր է խաղացել ԱԺՄ հանձնաժողովի ամիսներ առաջ կայացած Չարաբաստիկ նիստը, որտեղ քննարկվում էր падգամավորի առաջարկած բուկմեքերական ընկերությունների համար 10% շրջանառության հարկ սահմանելու նախագիծը, եւ կրքերն այնքան էին թեժացել, որ Սարգսյանը ՔՊ-ականներին մեղադրել էր բուկմեքերների շահերը պաշտպանելու մեջ։ Հիմնական կասկածն ուղղված էր եղել Ալեն Սիմոնյանին, ակնարկը Վիվարոյի սեփականատիրոջ հետ նրա կապերին։ Նիստից հետո Սիմոնյանը Շիշբռնողի դեմ վարչությանը դիմում էր ներկայացրել ֆարքը քննելու եւ նրան նկատողություն տվեցին։ Հիմա նորից են հիշել այդ միջադեպը, վարչության անդամները խիստ քննադատել են, որ նա հրապարակավ անվանարկել է թիմին։ Ասել են՝ դու կարող ես կապեր ունենալ գողականների հետ, մի քանի տարում հարստություն դիզել, բայց չես կարող ՔՊ-ի կեղտոտ սպիտակեղենը ջրի երես հանել։ Սարգսյանի գրանցմանը կողմ են քվեարկել Արմեն Խաչատրյանը եւ Վահագն Ալեքսանյանը։